Բարև ձեզ, կներեք, բայց այստեղ ալկոհոլ օգտագործել չի կարող։ Գիտեմ, բայց ցուրտ ա մի քիչ տականամ նորից կթողեմ։ Մտեք այնտեղ տաքացեք, չի կարող։ Ուղղակի նոր շատ եմ քայլել, մրսում եմ։ Հասկացա, գնացեք տուն եւ այնտեղ օգտագործեք ձեր ալկոհոլը, չի կարելի, վերջ-վերջը ժողովուրդ են։ Ցեք եկեք լավ սենց անենք։ Ստոպլակի մեջ դնենք, ոչ չի կարելի։ Համեկա ոչ մեկ չի տեսնում։ Բահե։ Կարամ տեսեք։ Ես ձեզ արդեն 3-4 անգամ եմ գտնում։ Եկեք լավ, գոնե սենց կտտենք ձեր համար ֆոկուս անենք, ցույցանք որ ինքը անետացել է։ Ձեռեք առում չեմ հասկանում։ Ուղղակի չտասնում չկա։ Ինչ եք մոտեցել ինձ։ Բահե, չի կարող։ Ինչ եք մոտեցել, ձեզ ուղղակի թվացել է։ Հոգեբանական մանիպուլյացիաները ուսումնասիրելիս հարց առաջացավ. Արդյոք կարելի է մի քանի վայրկյանում մարդկանց ներշնչել որոշակի մտքեր։ Մի անգամից մի հատ ցանկացած քարտ կմտածես ըստ քո ցանկության, որ ուզում ես։ Բայց տես, սրտի դամ աղառիտ ու շատ շաբլոն քարտեր են։ Հա, դասի սիրտ։ Մի ֆախյալի։ Սեղ քո համար մի հատ գուշակություն ունեի։ Oh my god։ Հենց սրտի Չէ։ Չգիտեմ դուրս թե չէ, բայց սրտի 10-ն է այստեղ։ Սրտի 10։ Հիմա մի հատ քարտել դու կմտածես։ Ես երկար եմ մտածում։ Ստեղ այն սպասման բանը կդնենք։ Լավ, սրտի 6։ Սրտի 6, տես, կարայիր ցանկացած քարտ ասեիր։ Հա, գիտեմ։ Այս քարտերի մեջ ես նախորդ միայն մեկ քարտ վերցրել շրջել դրել եմ։ Մի հատ էլ ասա ինչ էիր ասել։ Սրտի 6։ Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Ցույց տամ որ այստեղ նախորդ միայն մեկ քարտ շրջել էի։ Մի հատ եք ասես ինչ էիր ասել վերջնական ու պատահաբար թե ոչ հենց միակ։ Լավ։ Էսա։ Փոքր ժամանակ մենք միշտ փորձում էինք հավաքել կուբիկ Ռուբիկը, սակայն այն ժամանակ չէր ստացվում հավաքել նույնիսկ մեկ կողմը։ Երբևէ փորձել ես հավաքես, բայց Կյանքում, որտեղ գիտեմ որ չի ստացվել։ չես է փորձել։ Չեմ փորձել։ Հիմա տես ինչ ես անելու, կարևորը իմ ասածները ճիշտ անես։ Վերցնելու ես կուբիկ Ռուբիկը, տանելու ես քո հետևը ու սկսես պտտել, որ կողմ ուզում ես ըստ քո ցանկության։ Դա։ Ձեռքդ հիմա։ Տանում ես հետև, չէ, տանում ես քո հետև, այսպես, ու տալիս եմ քեզ, ինչքան ուզում ես, որ կողմ ուզում ես պտտում ես։ Ոնց ցույց դու ես անում։ Երբ ուզում ես ստոպ տուր, կանգնի, աչքերդ փակի, կուբիկ Ռուբիկը բեր առաջ։ Բացի աչքերդ։ Այսօր քո կուբիկ Ռուբիկ հավաքելու սովորելու օրներ։ Ոնց։ Հիմա այդ ասա։ Ոնց։ Չգիտեմ ոնց։ Դու ես արել, ես պետք է ասեմ ոնց դու ես արել։ Նկարահանման ժամանակ բավականին ցուրտ էր ու ինձ օգնության հասավ տաք սուրճը։ Բնականաբար առանց աճպարական հնարքի չհեռացա։ Խնդրել եմ մի հատ թղթադրամ տայի կպակ ինձ։ Շատ լավ։ Այս ձեր մոտ պատրաստած սուրճն է, ինչ ամնում այս ձմեռվա կեսին։ Ֆոկուսներ տեսել եք երբևէ։ Մի քիչ տեսնենք։ Դեռ բան չի եղել։ Սուրճ սիրում եք։ Տեսեք ինքը արդեն ստեղից անհետանում է։ Բայց ամենահավես բանը որ եթե աճպարության մեջ ինչ-որ մի բան անհետանում է, ինքը արտադիր ինչ-որ մի տեղից պետք է հայտնվի։ Երբևէ ֆոկուսներ իրական կյանքում տեսել եք։ Չէ, շատ լավ։ Պետք է ձեր մատը սենց պահեք ու խաչի երկուսից բացի ցանկացած խաղակարտի մատով կպնեք, ըստ ձեր ցանկության, որը ուզում եք։ Հիշում եք բացի որից պետք է կպնեիք։ Այո։ Վերցեք նայեք։ Այս դեռ սկիզբն է։ Հասկանում եմ, որ շատերդ կմտածեք, որ օգտագործում եմ հատուկ խաղակարտեր կամ նախորդ պայմանավորվում եմ անցորդների հետ, սակայն վստահեցնում եմ, այդ կասկածները կանհետանան, երբ մի օր մեր նկարահանումների ընթացքում հանդիպենք հենց ձեզ։ Իրականում հատուկ խաղակարտեր գոյություն ունեն, եւ ես օգտագործում եմ։ Հատուկ է այն պատճառով,
քանի որ ես եմ օգտագործում եւ նրանց վրա նկարված են բայց ամեն ինչ հերթով։ Միած ցանկացած խաղակարդ ասեք, ըստ ձեր ցանկության, որը ուզում եք։ Ինչ։ Սրտի վալետ։ Տեսեք, կարող եք ցանկացած քարտ ասեիք։ Սենց մի հատ փոքրիկ անիմացիա ունենք, մարդու կա նկարած։ Այս մարդուկը հիմա անիմացիա է, գլխարկը գնում, անում է, ձեռքը մտցնում է ներս, մի հատ խաղակարտ է հանում, մի հատ է վերջնական ասեք ինչ էիք ասել, ու հենց սրտի վալետը։ Մարդիկ հաճախ են հարցնում, արդյոք կարող եմ կարդալ նրանց մտքերը։ Հեռախոսը ինչ հեռախոսա ձերը։ Պարոլ ունեք դրած։ 4 թիվա թե 6 թիվա։ Հիմա պետք է մտածեք ձեր պարոլի մասին։ Շատ պրիմիտիվ պարոլ ունեմ։ Շատ հասարակ պարոլ ունեք։ Ամեն դեպքում մենակ առաջի թվի մասին կմտածեք պարոլի։ Մտքում ասեք։ Հիմա ինձ նայեք, մտածեք ձեր հեռախոսի պին կոդի մասին։ Մտածեք միայն առաջի թվի մասին։ Ինձ նայեք ու մտքում ասեք։ Մտքում 7, 7, 7։ Ճիշտ է։ Господи, հա։ Անցնենք երկրորդ թվին։ Երկրորդ թվի մասին մտածեք, էլի մտքում ասեք։ Գիտեք, այս անգամ ավելի հետաքրքիր դարձնենք գուշակելու process-ը։ 1-ից մինչև 9 ուղղակի հաշվեք, մտածելով երկրորդ թվի մասին, բայց փորձեք ձեզ չմատնեք։ Բարձրաձայն։ Բարձրաձայն հաշվեմ։ Բարձրաձայն ուղղակի հաշվեք, հա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Տեսակ 7-ից հետո շատ պաուզա տվեցիք, այսինքն երկրորդ թիվը նույնպես 7 է։ Հիմա երրորդ թվի մասին մտածեք։ Մտածում եմ։ Կհաշվեք թվերը բարձրաձայն։ Ինչ թիվ։ Ուղղակի։ 5, 6, 7, 8։ Շատ լավ, հաջորդ թիվը 0 էր։ Ֆրեշ։ 1-ից մինչև 9 կհաշվեք։ Բարձրաձայն, հա։ Մտածեք երրորդ թվի մասին, բայց փորձեք ձեզ չմատնեք։ 3, 4, 5, 6, 7, 8։ Զգացիք 7-ի ժամանակ աչքերը թարթեցիք, մի քիչ շատ ստոպտվեցիք, պարզվեց, որ երրորդ թիվը 7 է։ Հաջորդ թվի մասին։ Թվերը բարձրաձայն ասում եք։ 1, 0, հա, չեք ուզում 0-ն ասեք։ 0։ Դե այս ամենապարզն է, որ մտքում հիմա ասում եք 7, 7, 7։ Այսքանից հետո տրամաբանական կլինի, որ 4-րդ թիվն է 7 լինի, բայց եկեք դեռ չշտապենք։ Հիմա պետք է տակ։ Ձեր հեռախոսը մտնենք պարոլ գրելու տեղը։ Պարզեցինք, որ առաջի 3 թիվը 7 էր։ Ձեր մատը այսպես կպահեք։ Թվերով տանելու եմ, մտածեք վերջ թվի մասին, բայց փորձեք ձեզ չմատնեք։ Չէ, 7 չի հաստատ։ Վերջին թիվը ու ձեր հեռախոսը պարոլից անենք։ Ու վերջին թիվը, որպեսզի ոչ մեկին ցույց չտանք։ Ուղղակի անենք։ Հիմա պետք է մի հատ ցանկացած մուլտ կամ կինոհերոս մտածեք։ Շատ լավ։ Հիմա այստեղ մի փոքրիկ գուշակություն գրեմ։ Դուք հիմա մտածեք մի հատ ցանկացած մուլտ կամ կինոհերոսի, որը ընտրել եք։ Փորձեք նրա կերպարի մեջ մտնել։ Ինչ որ յուրահատկություն ունի այդ կերպարը։ Ինքը կարող լինի կամ մուլտհերոս կամ ֆիլմհերոս, տեսակ հենց ասեցի մուլտհերոս, աչքով եք արել, համաձայնվել եք, որ մուլտհերոս է, ճիշտ է։ Շատ լավ։ Մտածեք։ Տեսակ ձեր շարժումները արդեն սկսել է մտնել այդ կերպարի մեջ։ Ես այստեղ մի փոքրիկ գուշակություն եմ անում, վստահ չեմ, որ իրան եք մտածում, բայց ամեն դեպքում։ Այստեղ մի հատ գուշակություն եմ արել։ Հիմա առաջին անգամ բարձրաձայն կասեք, այն կերպարը մուլտհերոսը ու մասի մտածում եք։ Բուրացինո։ Ոնց։